Պարոն Երինգոմշյան, խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրես և ՀԺԿ դաշինքը չհաղթահարեց 7%-ի արգելքը, նրանք ընտրությունների արդյունքները վիճարկելու, ընտրությունները չեղյալ հայտարարելու համար դիմեցին սահմանադրական դատարան և մերժում ստացան։ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, այս հանրապետական ռեժիմը մի օր վերջ է ունենալու և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ վերջը որքան հնարավոր է շուտ գա։ Նման գործունեության ալտերնատիվը զինված ապստամբությունն է, պարտիզանական պատերազմն այս իշխանության դեմ։ Այս փուլում Սասնա Ծռեր քաղաքական խումբը օրինակ ճանապարհ տեսնում է նրանց հետ, թե ոչ, ըստ էության նրանք նշում են, որ եթե ընտրությունների միջոցով այլևս հնարավոր չէ փոփոխությունների հասնել եւ իշխանափոխության հասնել, դրան մնում է զինված ապստամբությունը։ Այդ դուք այս փուլում հնարավոր համարում եք նրանց հետ համագործակցություն։ Նախ ես մի փոքր այլ ձև կմեկնաբանեի ձեր նշած հայտարարության միտքը, նույնիսկ ասվածը ուղղակի այնտեղ չէր ասվում, որ ՀԱԳ-ը ինքը ընդվում է այդ ճանապարհը, ձեր նշած անձնավորությունը ասում էր, որ այնտեղ նաև հիշեցնեմ, որ խոսքը վերաբերվում էր մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն եւ դրա որպես այլընտրանք, այսինքն այդ գործընթացը իրավական եւ այլն չնայած կարող է տարիներ պահանջի, բայց արդյունքներ ինչ որ չափով արդյունքներ կարող է տալ եւ այդ կապակցությամբ ասում է, որ այլընտրանքը զինված ապստամբությունն է, այսինքն այնտեղ չէր ասում, որ ՀԱԳ-ը ինքը ընդվում է զինված ապստամբության ճանապարհը։ Ես սա ուզում եմ ճշտեմ, հետեւաբար եթե այդպիսին է ասվածը, ի սկզբանե այս գործելաձևի շուրջ, զինված կամ պարտիզանական համագործակցության հարց չի էլ դրվում, որովհետև իրենք չեն ընդվում դա որպես այդպիսի ճանապարհ եւ զարմանալի կլիներ, որ այդպես լիներ։ Այո, այդ հայտարարության մեջ Սասնա Ծռերի 2016 հուլիսի գործողության նկատմամբ վերաբերմունքը համեմատած հենց հուլիսի ընթացքում ՀԱԳ-ի հրապարակայնորեն արտահայտած տեսակետներին մի քիչ ավելի մեղմացած է, այստեղ համեմատաբար ավելի չեզոք է, այստեղ ասվում է, որ եթե այլընտրանք չկա, եթե ժողովրդին այլընտրանք չի թողնվում, ապա այլ բան չի կարելի ակնկալել եւ ամառվա ընթացքում հազարավոր իր բարերով եմ ասում, հազարավոր ցուցարարները, բողոքողները դրա ապացույցն են։ Այդ իմաստով դա որոշակի ինչ որ չեզոք դիրքորոշում է այդ գործողության եւ ընդհանրապես նման մոդեցման նկատմամբ համեմատած հուլիսին, հենց հուլիս ամսվա ընթացքում ՀԱԳ-ի արած հայտարարություններին, որոնք ամբողջությամբ համարյա աջակցում էին ոստիկանության ձեռքարած միջոցներին, այսինքն ներկա վարչախմբի ոստիկանական մեթոդներին։ Այդ առումով միգուցե գա որոշակի մեղմացում իրենց դիրքորոշման մեջ, բայց կրկնում եմ, այնտեղ խոսք չի գնում ՀԱԳ-ի կողմից զինված ապստամբության եւ այլն։ Սա ինչ վերաբերվում է, ես ուզում եմ ասել, որ այդ հարցը չի էլ դրվում, որովհետեւ այդպիսի միտում չկա իրենց մոտ։ Հիմա ինչ վերաբերվում է անգամ եթե դեսականորեն, այստեղ երկու էական խնդիր կա։ Նախ ով ում հետ է համագործակցում, եւ ինչ նպատակների, այսինքն յուրաքանչյուրը ինչ նպատակներ է հետապնդում։ Այստեղ բազմաթիվ էական տարբերություններ կան մեր մոդեցումների եւ ՀԱԳ-ի մոդեցումների միջև։ Հիմնականում, այսինքն շատ ավելի շատ են մեծ հիմնական սկզբունքային տարբերությունները, քան ընդհանրությունները։ Այդ տարբերությունները վերաբերվում են եւ Արցախյան հիմնահարցին եւ Հայաստանի ինքնիշխանության, գերիշխանության, գաղութացման հարցերին եւ ներքին քաղաքականության առումով բազմաթիվ դիրքորոշումների։ Այսինքն դուք բացառում եք նրանց հետ ցանկացած տիպի համագործակցություն այս փուլում։ Այդ հարցը չի էլ դրվում։ Ես ասում եմ, որ այդ հարցը եւ ձեր կոնկրետ նշած այդ ընդվզման առումով եւ ընդհանրապես երբ երկու քաղաքական ուժ համագործակցում են, պիտի որ ընդհանրություններ լինեն։ Այդ ընդհանրությունները այսօր չկան։ Եթե դա լինի ապստամբության շուրջ ընդհանրություններ պարոն։ Նույնիսկ ապստամբության շուրջ եթե ընդհանրություններ լինեն, այսինքն այստեղ պետք է նախ դարբերակել խոսքը զինված ապստամբության մասին է, թե ժողովրդային ընդվզման մասին է, որովհետև այդ երկուսի միջև էլ տարբերություն կա եւ եթե խնդիրը դրվի այդ ժամանակ նոր կարելի է քննարկել, որովհետեւ ապստամբության կամ ընդվզման արդյունքում ինչ են ուզում ձեռք բերել, շատ բան դրանից է կախված։ Եթե շատ իհարկե մի քիչ սարկազմով եմ ասում, մի քիչ հեգնական եմ ասում,
եթե գոչ է արվելու, որ ժողովուրդը ապստամբի, որպեսզի Արցախյան 90-ականներին ազատված տարածքները հանցնվեն, կարծում եմ, որ դա արդեն միմիան ծիծաղից ավելի կամ ժպիտից ավելի այլ արձագանք չի կարող առաջացնել մեզ մոտ, հետևաբար ինքնանպատակ չէ ընդվզումը երկրի եւ ներքին եւ արտաքին ինքնիշխանության, արժանապատվության, քաղաքացու եւ երկրի արժանապատվության նպատակով պետք է արվի, այլ ոչ թե ինքնիշխանությունից զիջելու հայրենի տարածքից զիջելու ինչ-ինչ հիմնավորումներով։ Հանրապետական կուսակցությունը յուրացրել է իշխանությունը երկրում եւ ստեղծել փակուղի իշխանափոխության համար ընտրական գործընթացների միջոցով շատ հավանական է դառնում, որ ինչ-որ պահի, որ բավականին լուրջ մարդիկ, շերտեր եւ քաղաքացիներ սկսում են մտածել այդ ուղղությամբ Սասնա Ծռերի ամբողջ գործընթացը, որ տեղի ունեցավ, մեկը չզարմացավ, որ այդ ոնց եղավ, որ ոստիկանություն գրաված մարդկանց այդքան հազարավոր մարդիկ աջակցեցին։ Այս ամենը ձեզ համար համոզիչ չեն։ Ես սա իմ դի ունեի, երբ մի քիչ առաջ ասում էի, որ այս հայտարարությունը համեմատաբար հենց 2016 հուլիսի, Սասնա Ծռերի գործողությունների օրերին եւ դրանից հետո հագի հայտարարության համեմատ ավելի չեզոք հայտարարություն է եւ իհարկե դա բադահական չի, որ այդպես է։ Այդ իմաստով այո, փոփոխություն կա, բայց այդ փոփոխությունը այսօրվա պայմաններում ողջունելի չէ, երբ նույն հագը եւ իր դիրքորոշումներով մասնակցում է ընդվություններին, այսպես կոչված ընդվություններին, հետո զարմանալիորեն դիմում է սահմանադրական դատարան, բայց նույն պարոն Զուրաբյանը ասում է, որ այլ բան չէինք էլ ակնկալում, լավ, եթե չէիք ակնկալում, ինչի համար էիք դիմել, եթե սա է, եւ սրանից հետո ես վագացնում եմ, որ գիտեք, հանրապետականներ, եթե այսպես դուք շարունակեք ժողովրդին ապստամբության եք դիմում, այդ խոսքը վաղուց իրենից շատ ավելի առաջ ասված է եւ դա իրականություն նաեւ դարձած է այդ ընդվզումը ժողովրդի կողմից եւ ժողովրդի առաջամարտիկների կողմից եւ այսօր նման արտահայտություններ անելով ոչ մի ճնաշխարհիկ բան չի ասվում այո պետք է արձանագրել որ մենք երկիրը ամբողջությամբ անելանելի վիճակում է այսինքն այնպիսի վիճակում է որ ճգնաժամային վիճակ է Եվ չեմ խոսում իհարկե ժողովրդի վերարտադրության, քաղաքացիների, Հայաստանի քաղաքացու հայ մարդու վերարտադրության, իր սովորական ֆիզիկական վերարտադրության, էլ չեմ խոսում հոգևոր մշակութային, որպես մարդ, ազատ մարդ ապրելու ունակությունների մասին չեմ խոսում, ֆիզիկականի մասին, լուրջ խնդիրների առաջը ոչ միայն դա, այլ նաև իշխանություն գոչվածը, պետություն գոչվածը այսօր իզորու չէ ինքը իրեն վերարտադրել ոչ թե զորբայությամբ դեռևս իզորու է, սակայն ֆինանսական ճգնաժամը, որի մեջ գտնվում է, մինչև երբ է կարողանալու բարտկեր վերցնելով եւ արտաքին բարտկը, երկրի արտաքին եւ ներքին բարտկերը հսկայական աստղապաշխական գումարների հասցնելու, որքանով է կարողանալու կատարել, աշխատավարձերի վճարումը նույնիսկ նույն իր ոստիկանական համագարքին 25-30 հազար հոկանոց ոստիկանական համագարքին եւ մնացյալ բոլոր չինովներներին եւ այլն, այսինքն գա այսօր լուրջ ճգնաժամ եւ այս ճգնաժամային պայմաններում եւ դեռ սա զուտ ֆինանսական առումով բادرազմի վտանգների հետ կապված նաեւ լուրջ մտահոգություններ կան, հետեւաբար իրավիճակը բացարձակապես ոչ ոքի համար հանգիստ եւ հանգիստ չէ եւ բոլորը գիտակցում են դրան եւ այդ պայմաններում բնականաբար երբ մենք ասել ենք որ այս ներկա ժամանակների հետընտրական համեմատական խաղաղությունը ոչ ոքի չպետք է խաբի, դա խապուսիկ խաղաղություն է, դա է այս վիճակը չի կարող երկար շարունակվել։ Հիմա ով ինչ հետևություններ կանի, թե ինչ ձևով փոխելու, դա ուշացողների համար իրենք պետք է որ իրենց հետևությունները անեն եւ ճիշտ լուծումների ոչ միայն ճանապարհը փոփոխության ճիշտ ընդվություն անեն, այլ հանուն ինչի այդ փոփոխություններն են անում, դա եւս ճիշտ անեն։ Մենք մեր նախաբես գծած եւ վերանորոգվող ճանապարհով գնացել ենք եւ շարունակելու ենք գնալ ավելի կազմակերպված եւ եթե ուրիշներ կմիանան մեր ճանապարհին
դա արդեն քննարկելի խնդիր կլինի։ Յանիկ Գոմշյան, ինչ եք անելու այս առումով առաջիկայում ի վերջո ակցիաներ, միջոցառումներ այդ տեսակ կլինեն, թե ոչ, թե չկա դրա նախադրյալ այս փուլում դեռ։ Մենք եւ գազագերբչական, այսինքն ներքին առումով գազագերբչական, եւ որպես ավելի լայն իմաստով շարժում, եւ ժողովրդային իմաստով շարժում, այդ բոլոր ուղղություններով մեր աշխատանքները շարունակում ենք եւ դե դրանք ինչպիսի դրսեւորումներ կունենան, ակցիաներ, ցույցեր եւ այլն, դրանք բնականաբար ինքնանվարակ չեն, որոշ ժամանակներ լինում են, երբ դրանք ավելի արդյունավետ են լինում, ուրիշ ժամանակներ, երբ նրանք նվազ արդյունավետ կարող են լինել, դրանք միջոցներ են, դրանք գործիքներ են, բայց որ մեր գազագերբչական աշխատանքը ներքին եւ արտաքին առումով շարունակվում է եւ շարունակվելու է, դա այդ մասին կասկած չկա։ Մեզ հետ զրույցում նախընտրական Քարոզ Արշավի այդ օրերին դուք չէիք բացառում, որ հետագայում ընտրություններից հետո, եթե օրոդաշինքը որոշի վիճարկել եւ դուրս գա պայքարի, ապա դուք կմիանաք, համագործակցություն հնարավոր կլինի։ Այս փուլում առհասարակ իհարկե ընտրության արդյունքները չեն վիճարկվում նրանց կողմից դատարանում այս պահին, համենայն դեպս նրանք դեռ հստակ, այսպես դիրքորոշում իրենց պայքարի հետագա ռազմավարությունը չեն ներկայացրել։ Դուք այս փուլում որևէ քննարկում նրանց հետ տանում եք, արդյոք կմեկտեղեք ձեր ջանքերը ընդհանուր առմամբ, թե ոչ, արդյոք հնարավոր է դեռ այս փուլում համագործակցություն, թե այս պահին ամեն ինչ սառեցված։ Երբ մենք ասել ենք, որ հետընտրական փուլում կարող է չի բացառվում, որ որպես հետընտրական փուլ, հա, գործընթացների ժամանակ համագործակցենք, միտքը հենց այդպեսին էլ եղել է, այսինքն հետընտրական ընտրությունների հետ կապված, այսինքն Օրոյի հետ համագործակցությունը, եթե օրոն հետընտրական զարգացումների դերգանքներ, եթե լինեին այդպիսի զարգացումներ եւ կամ օրոն ինքը խթաներ նման զարգացումներ, դրանք լինելու էին հետընտրական եւ օրոն որպես ընտրական գործընթացի մասնակից բնականաբար իր դերակատարությունը ունենալու էր այդ հետընտրական գործընթացներին։ Հիմա այսօր չեն եղել, հա, հետ ապրիլ 2-յան նման հետընտրական գործընթացներ չեն եղել, հետևաբար օրոյի հետ համատեղ ուժերով ինչ-որ բան անելու խնդիր այսօր չկա, բացաբես որովհետև դրանք հետընտրական պրոցեսներ չեն, գործընթացներ չեն։ Սա նշանակում է, որ մեր ապակա անելիքները չեն պայմանավորված, մեր ներկա եւ ապակա անելիքները չեն պայմանավորվել եւ չեն պայմանավորվում օրոյով կամ ցանկացած այլ ուժով, բայց դա նաեւ չի նշանակում, որ եթե ընդհանուր աշխատանքի գործելացևի եւ նպատակների շուրջ ընդհանուր եզրեր լինեն եւ օրոյի հետ եւ ոչ օրոյի հետ, դեսականորեն նման բան չի բացառվում։ Ես ուզում եմ ասել, որ այսօր չկա նման հարց, այդ ձեր նշածը վերաբերվում է շատ կոնկրետ հետընտրական, հա, այսինքն ընտրությունների ամիջապես հաջորդելիք գործընթացներին, որոնք տեղի չեն ունեցել եւ հետեւաբար այդ համագործակցությունը չի եղել, բացառվել է։ Նման բան չկա, այսինքն նույն իմ կամ մեր նախընտրական շրջանում կամ նախընտրական այսինքն ընտրություններից ընդամենը օրեր կամ 1-2 շաբաթ առաջ ասված այդ խոսքը այսօր արդեն իր իմաստը գործել է, որովհետև հետընտրական պրոցեսներ չեն եղել։ Գործողությունները ինչով պայմանավորված կլինեն այս փուլում, պարոն Յանիկ Գոմշյան, արդյոք կան արդեն որոշակի ծրագրեր, անելիքներ, որոնք կարող եք բարձրաձայնել։ Չէ, ես նորից եմ ասում, ինչպես մի քիչ առաջ ասացի, ներ իմաստով ներքին շարժման, հա, նեղ շարժման իմաստով եւ ավելի լայն ժողովրդային շարժման առումով, այս երեք առումներով գազմագերբվելու, ինքնագազմագերբվելու, ավելի արմատանալու նման օրինակ աշխատանքների մասին է խոսքը, դա միաժամանակ բավական բան ասում է, բայց ես ընդունում եմ, որ դրա մեջ կոնկրետություն չկա, բայց բավական բան ասում է։ Ես կրկնում եմ, եւ զուտ կազմակերպչական եւ մի քիչ ավելի լայն շարժման իմաստով եւ համաժողովրդային շարժման իմաստով այդ երեք ուղղություններով մեր աշխատանքը մենք կշարունակենք եւ որոնք պայմանավորված չեն լինի ինչ որ կոնկրետ ժամկետով, ժամկետ ասելով դվյալ դեպքում ուզում եմ ես հասկանում եմ, այսինքն ինչպես ապրիլի 2-ի ընտրությունները կամ ավականու ընտրությունները եւ այլն, սա դեպական մեր աշխատանքն է։ Ըստ էության դուք արձանագրում եք, որ ֆորս մաժոր կարող է լինել ցանկացած պահի։ Այո, ֆորս մաժորը միշտ կարող է լինել, ես կրկնում եմ, ինչպես քիչ առաջ ասացի, եւ Արցախի հետ կապված ցանկացած պահի ֆորս մաժոր կարող է լինի եւ ֆինանսական առումով կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ դեֆոլտ
առաջանա, բարի ոչ անպայման ներտեխնիկական իմաստով դեֆոլտ, ուղղակի ֆինանսական փլուզում երկրում եւ կամ տարածաշրջանային եւ կամ այդ բոլորի համատեղ ինչ որ նման բան չի բացառվում, բայց մենք մեր գրավը, մեր հաշվարկները միմյանց ֆորս մաժորների վրա չենք կառուցում, մենք նաեւ դեվական կազմակերպչական աշխատանքի վրա ենք կառուցում մեր անելիքները։ Այսինքն անդադ այդ աշխատանքները հիմա տարվում են, պարոն Եղիգոմյան։ Այո, եւ ավելի ուժեղանան։